Օրը սկսվել է հոգևորականների ձերբակալություններով, այս պահին քննչական կոմիտեում են Տեր Փարեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։ Անհայտ է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տեղը։ 5 քահանաների ու 1 սրբազանի հետ ձերբակալված են նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Տեղեկությունը Հայլուրի եզրույցում հաստատել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով ձերբակալելուց առաջ խուզարկել են եպիսկոպոս Պրոշյանի կեցավայրը։ Նա Գարեգին II կաթողիկոսի քրոջ որդին է։ Զոհրաբյանի տեղեկություններով ձերբակալությունը կապ ունի հանրային հեռուստաընկերության եթերում Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հայտարարությունների հետ։ Նա ասել էր, թե ընդդիմության հավաքների մասնակցել է վերադասի հրահանգով, որն ըստ էության Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է։ Այս հայտարարությունը ուղարկվել էր դատախազություն, հետո փոխանցվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ Ինչ կապ ունեն հաղորդման հետ մյուս հոգևորականները հայտնի չէ։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն քահանա Առաքելյանը օրինակ աչքի է ընկնում ընդդիմադիր հայացքներով։ Սոցցանցի էջում ակտիվորեն տարածում է ազատազրկված սրբազանների դատավարությունների մանրամասները։ Իսկ մի հրապարակման մեջ իշխանությանն է դիմել ու գրել. Մեջբերեմ, ձեզ հաջողվել է հայհոյանքը բերել մարդկանց կյանք, պարտվել, երկիր կորցնել, հայրենիք կորցնել, բարերար, հոգևորական, հայրենասեր եւ հայրենանվեր մարդկանց ձերբակալել, հարձակվել մայրաթորի վրա, Աստծո անունը զուր տեղը տալ ու թույլ տալ, որ մարդիկ այդ կերպ վարվեն բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ կորցնել ու թույլ տալ, որ անարգվեն մեր սրբությունները։ Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել, ձեզ հաջողվել է ձախողվել, մեջբերման ավարտը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ դեռ անհայտ է Մկրտիչ սրբազանի տեղը, ինքը արդեն հաղորդում է ներկայացրել բռնի անհետացման հիմքով։ Լսենք փաստաբանին։ Երեխեք ես աշկման մի քիչ հետ Կեպիով աղջիկը չի կարող գնալ։ Սկսեմ, հա։ Քանի որ ներսում գտնվողները իբրև վկայի կարգավիճակով են, բայց փաստացի բերման ենթարկված եւ իբրև իրենց պետք է ծանոթագրեր տային եւ ասեին, որ փաստաբանների հետ կգայք ըստ է, որովհետեւ որևէ մեկը չունի այլ կարգավիճակ։ Իբրև վկայի կարգավիճակ ունեն։ Մենք հիմա այստեղ Մկրտիչ սրբազանն ենք սպասում եւ իր հետ կապված, իրեն հայտնաբերման հետ կապված գործողություններ ենք իրականացնում։ Փաստաբանից մեկը մտավ քահանաներից մեկի շայրի ներկայացման նպատակով եւ նաեւ հիմա կտեսնենք ինչ է կատարում ներսում։ Այսինքն թույլ են տալիս ամեն դեպքում փաստաբաններին արդեն ինչ այս բանը թույլ չեն տալիս։ Տեսեք, քանի որ մենք Մկրտիչ սրբազանի շայրի համար ենք եկել, Մկրտիչ սրբազանը այստեղ չէր, դրա համար մենք չենք մտնում։ Հասկացաք, չէ՞, մենք մի քանի անգամ մտել դուրս ենք եկել։ Հիմա այս պահին փաստաբանը մտավ իրեն շայրը ներկայացնելու համար։ Որ փաստաբանն է։ Շուշան Հարությունն։ Հեսա դուրս կգա, մնացած տեղեկությունները ձեզ կհայտնենք, լավ։ Սրբազանի մասին տեղեկություն կա։ Դեռ չունենք։ Դեր ես արդեն հասնում եմ ուղղություններ։ Փաստաբանելով որ ոստիկանությունն է նաև այստեղ կենտրոնացել սպասում է, հա, փաստորեն Տիկին Հարությունյան։ Դուք կգաք էստեղ։ Արագածոտնի թեմում այս պահին կարծեմ կատարում է խոզարություն։ Կներեք։ Աշտարակի Սուրբ Մարիանե առաջնորդանից եկեղեցում աշխատող մեր թղթակիցները հայտնում են, որ այս պահին եկեղեցու դարպասները փակ են, տարածքում աշխատակիցներ են աշխատում, թեմի առաջնորդը այնտեղ կեցավայր ունի։ Ըստ մեր տեղեկությունների ավելի վաղ խուզարկություն եղել է եւ այնտեղին դրա կեցավայրում եւ նրա բնակարանում։ Մեծ անակնկալ է եղել հավատացյալների համար, որ եկեղեցու դռները փակ են գտել։ Նրանք առաջին անգամ են այս ժամին փակ եկեղեցի տեսել։ Առաջից անգամ եմ տեսնում sense բան։ Ու ես շշմել եմ, թե ինչ բան է կատարում, որ sense փակ այն է։ Այն կողմի դռնից եկանք փակ էր, ասիկ այնի ֆրանկ գոնե այս կողմից, երբ մոռացել են դուռը բաց են։ Այն էլ եկանք այս կողմից էլ է փակ։ Իսկ եկեղեցու դռները ժամը քանիսից են բացվում։ Միշտ բաց ենք տեսել մենք, միշտ բաց։ Սենց բան չենք տեսել մենք։ Առաջին անգամ ենք տեսնում։ Մեր հայազգը առանց հավատքի չի կարող ապրել։ Սարդարաբադի ճակատամարտ անգամ որ սկսվեց, հավատքի հիման վրա եղավ Արամանյանով, մեր հերոսներով, մեր պարագլուխներով։ Հիմա ես կուզեմ ասել, որ հաջորդը այսօրությամբ այս սպիտակ, բանը շոկագույն եւ այլ գույներ դեռ պետք է հանենք մի կողմ, հանուն մեր հավատքի միացվենք միասնական ազդարան։ Այսպես ասած, Աստծո մարդը կեղծ է լինում, դա շատ վատ բան է։ Ես չգիտեմ իրավիճակը ինչ է, բայց
շատ վատ բան է։